Հիմա այս մարտը անամոտաբար ամսի 28-ին զորահանդես է անում։ Ինչն է ցույց տալու, որ 3 պատերազմ բերեց մեր երկրի գլխին, 3 պարտություն այս նույն բանակով բերեց մեր գլխին, ինչով է հպարտանալու, իր պաշտպանության նախարարով է հպարտանալու, թե ինչն է իր հպարտության առարկան, ասենք մի երկու հատ, են էլ չեմ էլ հավատում, որ ինքը կարա նորմալ զենք առած լինի, այսինքն ցույց տվեցիք, հետո հենց պատերազմ սկսավ, այդ զենքերը սենց հանձնում են Ալիևին, փախած գալիս են, հետո գալիս է ստեղ ժողովուրդը հետևից ընկնում է, թե դուք փախակ, բայց բոլորս տեսանք Արցախից ով փախավ, մի օր չկանգնան Արցախցու կողքը, մարդիկ 9 ամիս ճնշումների տակ, բլոկադայի տակ, ապրեցին, մի հատ աչք չթարթեցին, ավելի շատ կապրեին, եթե ինչ-որ աջակցություն ստանային մեր երկրից, ով հանդիսանում էր իրենց երաշխավորը, բայց եթե երաշխավորը հենց առաջի օրից փախավ, այն մարդիկ ինչ կարան անեն, հիմա էլ ինչով պետք է հպարտանան, ասենք բերեց իր անձնական ռագատկեն ցույց տվեց, որ ինքը փոքր ժամանակ ռագատկա է ունեցել, հետո մարդկանց ոնց է համոզելու, որ դուք անվտանգության մեջ եք,